Երգչուհի Տաթև Ասատրյանը սիրված է բոլորի կողմից։ Այս երգչուհին հայկական շոու բիզնեսի այն արտիստներից է, ում կարելի է ասել միանշանակ սիրում են բոլորը։ Տաթև Ասատրյանն իր գործունեության ընթացքում ներկայանում է մեկը մյուսից ավելի հիթային երգերով, որոնք սիրվում են, ճանաչվում և այդպիսով լսարանին հետաքրքիր են։ Վերջին շրջանում Տաթև Ասատրյանը վայելում է իր հայտնության գագաթնակետը։ Տաթև Ասատրյանը հանդես եկավ միանգամից 4 մենահամերգներ, որոնք լեփ-լեցուն դահլիճով էին և տոմսերը sold out էին։ Տաթև Ասատրյանը չի դադարում ինստագրամյան էջում հանդես գալ հրապարակումներով, որոնք որ հերթական անգամ հետևորդներին շոկի են ենթարկում։ Այս անգամ Տաթևը հանդես է եկել մի հրապարակումով, որտեղ նշել է, որ որոշել է այս տարի ինքը շատ ու շատ երեխաների համար դառնալ ձմեռ պապ։ Նա կատարել է բոլոր երեխաների երազանքը նրանց համար գնելով նվերներ Ամանորի համար։ Այս հրապարակումը լի է մեկնաբանություններով, որոնցում շատերը գրում են, որ Տաթև Ասատրյանից սպասելի էր այդ քայլը, քանի որ նրա բարության մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է և առաջին անգամ չէ, որ նա աչքի է ընկնում իր բարությամբ և մեծ սրտով։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ երգչուհու այս տարվա թվով երկրորդ մենահամերգը, սակայն նոյեմբեր ամսին երգչուհին նախատեսել է 4 մենահամերգ։ Բանն այն է, որ երգչուհին յուրաքանչյուր մենահամերգի մասին հայտարարելիս ընդամենը օրեր անց գրանցեց, որ իր բոլոր տոմսերը իսպառ սպառվել են։ Ըստ այդմ երգչուհին օր-օրի հայտնեց նաև երկրորդ, երրորդ և այդպես նաև 4-րդ մենահամերգի մասին։ Այս պահին միայն առկա են 4-րդ մենահամերգից տոմսեր։ Տաթև Ասատրյանը բեմում հանդես է եկել կենդանի կատարմամբ, ուրախացրել իր երկրպագուներին, ինչպես նաև նրանց տվել խոստացած անակնկալները, այն է 5 հանդիսատեսի անվճար օդային տարածքով ուղևորվելու անսահմանափակ հնարավորություն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, թե ինչպես էր Թաթա Սիմոնյանը բեմ բարձրանում և Տաթև Ասատրյանին նվիրում ծաղիկներ, որից հետո նրանք համատեղ կատարում էին իրենց վերջին աշխատանքը, որը ընդամենը օրեր առաջ են ներկայացրել։ Նշենք նաև, որ մեր աչքից չի վրիպել, որ հերթական անգամ բեմում է եղել նաև փոքրիկ Նժդեհը, ով ինչպես Տաթև Ասատրյանն է խոստովանում, բավականին մեծացել է։ Տաթև Ասատրյանն իր խոսքում նշում է, որ հաջորդ մենահամերգին, որը նախատեսվում է լինել մարզադաշտում, Նժդեհը արդեն կլինի իր հասակին։ Նշենք նաև, որ Տաթև Ասատրյանը նշել է, որ Նժդեհը պարապում է, սովորում է և ցանկանում է երաժիշտ դառնալ։ Տաթևը նշել է, որ միայն լավ սովորելու արդյունքում մոտ ապագայում Նժդեհին կարելի է տեսնել իր բենդում։ Ներկայացնում ենք այս հիշարժան օրվա բացառիկ կադրերը առանց մեկնաբանության։ Մյուս համերգին արդեն իմ բոյին կտեսնի։ Բայց այս համերգներին չէ, մարզադաշտի։ Մեծ կարգ։ Ավելի լավ սովորել, հաջորդ անգամներին այն բենդում նստած կրես։ Արի մոտես։ Հի։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղա ոնց է ու ինչ է անում։ Ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ կյանքս։ Ժողովուրդ ջան, մենք գրում ենք, գալու ենք Ռոստով, կնասադար